Ողջույն։ Ժողովրդավարական և իրավական պետությունում ընտրությունների գլխավոր նախապայմանը բոլոր թեկնածուների և քաղաքական ուժերի համար հավասար, արդար, մրցակցային պայմանների ստեղծումն է։ Սա ոչ թե իշխանության բարի կամք է, այլ օրենսգրքի խիստ պահանջ։ Մեզ մոտ այսօր իշխանությունը ցույց է տալիս, որ օրենքը իր ՔՊ-ին չի վերաբերում։ Ու չգիտեմ, դա է ավելի վատ, թե որ իրավապահները չտեսնելու են տալիս։ Կարող եք բերել մի օրենսդրական կարգավորում, որով ընտրությանը մասնակից բոլոր ուժերից միայն իշխող ուժի քարոզարշավի ժամանակ պետք է ամեն մետրի վրա տեղադրվեն ոստիկաններ, տարածքը մաքրեն ավտոմեքենաներից, որպեսզի Փաշինյանը քարոզարշավ անի։ Ոստիկանապետն էլ պետք է քաղաքացիական համազգեստ հագնի ու մասնակցի։ Այսօր Երևանում նման իրավիճակ էր, նման ահազանգ կար։ Եթե մյուսների քարոզարշավին իրավապահներից, հատուկ ծառայողներից մասնակից կա, ապա միայն անձանց դեմքերը ֆիքսելու համար, որ հետո այցելեն տները։ Սա մի քանի տասնյակ միլիոն դրամ է ծախսում, որ պետական ապարատը տեղափոխի քարոզարշավի, գնում է մի 5-10 միլիոնի խոստում տալիս, հետ գալիս։ Հեն այդ այցի գումարը ծախսեիր, մի լավ գործ կանեիր։ Մարդկանց էլ կազատեիր քեզ տեսնելու դժբախտությունից։ Կամ ընտրական օրենսգիրքը հստակ արգելում է քարոզարշավի ժամանակ որևէ տեսակի բարեգործություն անել, ապրանք ծառայություն մատուցել, որովհետև դա ուղղակիորեն դիտարկվում է որպես ընտրողի կամքի վրա ազդելու փորձ, այսինքն ընտրակաշառք։ Բայց ՔՊԱ-ականները հանկարծ ընտրություններից առաջ հիշել են, որ իրենք հոգատար են, պետբյուջեի հաշվին իհարկե։ Վերջերս հիշում եք, ձերբակալեցին ուժեղ Հայաստան կուսակցության անդամին, թե բարեգործության արգելք է խախտել, խոստացել է հեռուստացույց տալ։ Դրանից հետո բառացիորեն 2 օր առաջ ահազանգ հնչեցվեց, որ Թալինի ՔՊԱ-ական քաղաքապետը խախտել է բարեգործության արգելքը և 30-ից 100 հազար դրամ բաժանել քաղաքի բնակիչներին, որպես սոցաջակցություն։ Փոխանցել է տարբեր քաղաքացիների սպառած էլեկտրաէներգիայի, ջրի գումարը, դեղորայքի գումար և այլն։ Բարեգործության արգելքի խախտումը քրեական հոդված է։ Հիմա այն հակակոռուպցիոնը, որ ընդդիմադիր կնոջը բռնել էր հեռուստացույց խոստանալու համար, Թալինի քաղաքապետի պարագայում ասում է, դե որպես կուսակցական չի բաժանել, որպես համայնքապետ է բաժանել, իր գործն է իբր արել, ու զուտ պատահաբար այդ գործը արել է ընտրության շեմին։ Տավրոս Սափյանը կուսակցական է, ավելին, պատգամավորի թեկնածու է, այն Թալինցին, որ վաղը պետք է գնա ընտրության, այսօր այդ ՔՊԱ-ականից փող է ստացել, նրա կամքի վրա ազդեցություն չի գործադրվում։ Ինչ կասեք, հարգելի հակակոռուպցիոն։ Կամ ՔՊ ցուցակի թեկնածուներից մեկը Երևանի քաղաքապետը մամուլ գրեց, որ քաղաքացուն ֆոտոխցիկ է նվիրել։ Հակակոռուպցիոնը կասի, դա էլ է ի պաշտոն է նվիրել։ Հակակոռուպցիոնի ասածը այն է, որ սիրելի ժողովուրդ, այդ բարեգործության արգելքը ընդդիմության համար է, գործող ու ամենակարևորը ՔՊԱ-ական պաշտոնյային չի վերաբերում։ Ստացվում է ՔՊԱ-ականները, որ բողոքում էին նախկինում ենթադրյալ 5000-ների բաժանումից, ոչ թե փաստից էին դժգոհ, այլ գումարի չափից։ Մամուլը գրեց, որ ՔՊ-ի բարեգործական հիմնադրամը ևս խախտում է արգելքը, կամ ՔՊ ցուցակի անդամներից մեկը իր բարեգործական հիմնադրամով բարեգործություն է անում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, դատախազությունը, հակակոռուպցիոնը խլացել են, երևի սպասում են Փաշինյանի SMS-ին, որ արշավեն ընդդիմադիրների վրա։ Լրագրողը Նիկոլին ասում է. դուք նյութապես շահագրգռելու խոստում եք տալիս ձեր հանդիպումների ժամանակ, աշտարակում երիտասարդին օրը 14000 դրամով աշխատանք է առաջարկել։ Սա արդարանում է։ Չեմ հասկանում, ինչի է արդարանում։ Այդ երբ հակակոռուպցիոնը գնաց իր հետևից, որ ինքն էլ արդարանում է։ Եկա երկիր հանձնեց քրգործ չհարուցեցին, ինչից ենք մենք խոսում։ Դպրոցը պետք է ապաքաղաքական լինի։ Դա էլ է օրենքի պահանջ։ ՔՊ-ի հանրահավաքները չեն անցնում սակայն առանց ուսուցիչների ու աշակերտների։ Մենք մի անգամ տեսանք նաև, որ անգամ ցուցակներով ներկա բացակայով են տանում։ Կրթության ՔՊԱ-ական նախարարն ասում է, ստացել ենք 3 ահազանգ դպրոցներում և բուհում քաղաքական գործունեության մասին, քարոզչության կամ հակաքարոզի մասին, և ուզում է դիմել դատախազություն։ Ժաննա Անդրեասյանը վստահեցնում եմ,
ՔՊ-ի մասին չի ասում։ Ինքը հաստատ չի տեսել Նիկոլի քարոզչական շոուներում երեխաներին։ Ու սա էլ հենց ՔՊ-ական իշխանության երկակի ստանդարտներն են։ Մի կողմից ուսուցչին գործից հանում են ոչ աշխատանքային ժամի ԲՀԿ շտաբ մտնելու համար, մյուս կողմից կրթահամալիրի տնօրենին մտցնում են ՔՊ-ի ցուցակ։ Ահազանգեր հնչեցին մամուլում, որ պետական գերատեսչություններում անգամ պետական ծառայողներին են պարտադրում մասնակցել քարոզչական աշխատանքներին։ Հրապարակվեց, որ մարդամեկը նաև երեխաներին է մասնակից դարձնում քարոզարշավին, հարցնելով, թե ում օգտին է քվեարկելու, հետո ասելով մի 65%-ը պետք է իր օգտին քվեարկեն։ Ընտրական եւ քաղաքական գործընթացների մեջ երեխաների ներգրավումը, հիշեցնեմ, արգելված է։ Ահազանգեր հնչեցին, որ ընդդիմադիրներին հրաժարվում են շտաբի համար տարածք հատկացնել, վախեցնում են սեփականատերերին, որ տարածք չտան, կամ հրաժարվում են դահլիճ տրամադրել քարոզարշավի համար։ Դա ևս օրենքի խախտում է։ Այսինքն, ոնց կարողանում են, փորձում են իրենք օգտագործել վարչական պետական ռեսուրսը ընդդիմադիրների համար ստեղծելով դժվարություններ։ Ընդամենը մեկ օրինակ էլ բերեմ։ Սրանց մանրության մասին է։ Պարեկները կանգնեցնում են Հայաստան դաշինքի քարոզչական խմբի ավտոմեքենան եւ տուգանում, վրան պաստառ փակցրած լինելու համար։ Ուժեղ Հայաստանին են հաճախ տուգանում։ Նույն բանը անում է նաև ՔՊ-ն։ Խնդրում եմ ոստիկանապետը ասի, քանի անգամ են ՔՊ ավտոները տուգանել։ Ինչ եք խոսում։ Ինչ տուգանք։ Ոստիկանները իրենք են ուղեկցում ՔՊ-ի նկարազարդված ավտոմեքենաները։ Ավելին, այդ ավտոբուսները երբեմն պարկովկա են անում ՔՊ-ի շտաբ դարձած կառավարության շենքի դիմաց։ Կարճ ասած, տարիներ առաջ կարդացի լուր, որ Պապուա Նոր Գվինեայում նախագահական ընտրությունները չեղարկվել են, որովհետև իշխանական կողմի մարդակերները կերել են ընդդիմադիր թեկնածուին։ Մտածում եմ, ինչ լավ է, որ մենք ժողովրդավարության բաստիոնում ենք ապրում։ Ես հիմա չգիտեմ իշխանականների այսպիսի գործունեությունը, որ այսօր անում են մի չնչին մասը թվարկեցի, որքան ազդեցություն կունենա ընտրությունների ելքի վրա, բայց որ այս ընտրական գործընթացը մեկնարկել է խախտումներով, ոչ մի խոսք։ Ու սա դեռ ընդամենը քարոզարշավի սկիզբն է, որքան կրքերը թեժանան, իսկ դա անպայման կլինի, սրանք պարզապես վստահ եմ կանցնեն էլ ընտրական, էլ քրեական օրենսգրքերի, էլ սահմանադրության վրայով։ Իբր չէին անցնում էլի։ Նպատակը մեկն է՝ պահել աթոռը։ Երբ ուժը խախտում է բոլոր օրենքները ընտրվելու համար, պատկերացրեք, թե ինչպես է այն ոտնատակ տալու ձեր իրավունքները ընտրվելուց հետո։